Սերով պայմանավորված բռնության կանխարգելման իրազեկվածության բարձրացման վերաբերյալ մեր երկրում կիրառվող քայլերը ներկայացվել են Եվրոպական խորհրդարանում։ Կանանց պաշտպանության ու հզորացման ոլորտում գործակցության ամրապնդման ուղղված միջոցառումը նախաձեռնել են ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչություն ու Եվրախորհրդարանի падգամավոր Դայինիո Զալիմասը։ Հայաստանում արդարադատության, ներքին գործերի, ԿԳՄՍ, առողջապահության նախարարները կանայք են։ Մեր գլխավոր դատախազը եւ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը եւս կանայք են։ Նրանք հիմնական առաջնորդներ են, ովքեր ձևավորում են քաղաքականություն, պաշտպանում արդարադատությունը եւ իրականացնում բարեփոխումներ ողջ երկրում։ Խոսվել է մեր երկրում գործող SafeU նորարարական լուծումներով հարթակի մասին, որը գործում է կանանց աղջիկներին հզորացնելու եւ բռնությունից պաշտպանելու գենդերային կարևոր հարցերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։ Հավելվածի հիմնադիրը խոսել է գործարկման մասին եւ նշել այն երկրները, որոնցում արդեն իսկ մեկնարկել է հավելվածի օգտագործումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից այն ճանաչվել է Digital Public Good, թվային հանրային բարիք։ Միջոցառման մասնակիցներին տեսաձայնագրության միջոցով ողջունել է նաեւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այսօր մենք կենտրոնանում ենք լուծումների վրա, թե ինչպես կարող են նոր տեխնոլոգիաները օգնել կանխել բռնությունը, պաշտպանել ռիսկի ենթարկվածներին եւ արդարադատության ու աջակցության հետ կապել զոհերին։ SafeU հավելվածը եւ թվային հարթակը, որը ներկայացված է այստեղ Եվրոխորհրդարանում, ստեղծվել է Հայաստանում։ Այն համատեղում է մարդու իրավունքների խորը նվիրվածությունը ուշագրավ նորարարության հետ։ Երբ անցյալ շաբաթ այցելեցի Հայաստան, ես անձամբ տեսա նորարարության ոգին եւ տպավորիչ առաջընթացը, որը ցույց է տալիս, թե որքան ուժեղ են մարդիկ խթանում փոփոխությունները տեղում։ Իր ելույթում Կոսը ընդգծել է, SafeU-ի նման թվային գործիքները կանանց եւ աղջիկներին թույլ են տալիս ստանալ ստուգված իրավական եւ հոգեբանական աջակցություն եւ դա անել ճիշտ պահին։ Եվրոպական միությունը հպարտ է աջակցել այս աշխատանքին։ Քննարկումների ընթացքում կարևորվել է, որ նման ծրագրերի ընդլայնմամբ ու ներդրմամբ ստեղծվում են հնարավորություններ, որ կանայք ապրեն առանց վախի եւ լիովին իրացնեն իրենց իրավունքները։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի բրյուսելյան գրասենյակի ղեկավար Բիրջիթ Վան Հութը։ Նարեկ Ոսկանյան, լուրեր։